Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում անկայունության նոր օջախով եւ չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Hakan Fidanը։ Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ հերթական պատերազմը, անկայունության եւս մեկ հսկայական աղբյուր, եւ մենք չգիտենք, թե ինչպիսի էսկալացիա կարող է լինել նման հարձակման դեպքում, հետեւաբար մենք չենք ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա։ Մեզ, ինչպես նախկինում, պետք է տեսնել խաղաղության շուրջ բանակցություններ երկու շահագրգիռ կողմերի միջև, մեջբերել է գործակալությունը Ֆիդանի խոսքերը։ Եվրոպայում պաշտոնյաները խաբում են իրենց եւ բնակչությանը, հավաստիացնելով, որ Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է ամբողջ աշխարհի համար։ Այն դեպքում, երբ ներքին խնդիրները վաղուց ԵՄ-ին դուրս են մղել միջազգային ասպարեզից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ Պետք է խոստովանենք, Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանը կամ Չինաստանը չեն։ Հիմնական սպառնալիքը նրա ներքին խնդիրներն են՝ միգրացիոն քաղաքականությունը, որը քանդում է Եվրոպայի մշակութային հիմքը, տնտեսական քաղաքականությունը, որը նվազեցնում է մրցակցությունը եւ անվտանգության քաղաքականությունը։ Չնայած Եվրոպայի առաջնորդներն ասում են, որ Ռուսաստանն աշխարհում գլխավոր սպառնալիքն է, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Ուկրաինան խաղաղ բնակչության վրա հարձակումներով ցույց է տալիս, որ իր ծրագրերի մեջ չի մտնում հրադադարը եւ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելը։ Այս մասին հայտնել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Կիևի պլանների մեջ չեն մտնում հրադադար եւ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելը։ Զելենսկու ռեժիմը խաղաղության քաղաքական կամք չունի, ասվում է դիվանագետի հայտարարության մեջ։ Նրա խոսքով Կիևը նպատակաուղղված հարձակվում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա, ռուսների շրջանում խուճապ տարածելու համար։ Եվրոպացիները պետք է ապահովեն հակամարտության ավարտը, նախքան Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը քննարկելը։ Այս մասին ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Այս թեման վերածվել է ընթացիկ լրիվ շեղված խորհրդանշական քննարկման, ընդգծել է նա։ Ֆինլանդիայի նախագահի խոսքով նախ անհրաժեշտ է հրադադարի հասնել հակամարտության շրջանակներում, այնուհետև խաղաղություն հաստատել եւ հետո միայն խաղաղապահների միջոցով խաղաղություն ապահովել։ Կանադայի ԱԳՆ նախարար Մելանի Ժոլին ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի համար պետք է վերջնաժամկետ սահմանել ուկրաինական հակամարտությունում զինադադարի ընդունման վերաբերյալ։ Նախարարը սպառնացել է, որ հետևանքներ կլինեն Ռուսաստանի համար, եթե նա չհամաձայնի հրադադարի պայմաններին։ Ժոլիի խոսքով նախարարները քննարկել են ուկրաինական հակամարտությունը եւ աջակցել են բանակցություններին ԱՄՆ-ի կողմից։ Նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հակամարտության վերաբերյալ ավելի հստակ դիրքորոշում ներկայացնի։